Մեկ տարում ավելի քան 100,000 վարորդ վարչական իրավախախտման համար 20%-ով քիչ է վճարել։ 2024-ի մայիսից մեկնարկած բոնուսային համակարգի շնորհիվ այն վարորդները, որոնք գրանցվել են roadpolice.am հարթակում եւ ակտիվացրել էլեկտրոնային ծանուցման եղանակը, կարող են տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների համար վճարել 20% զեղչով։ Այսինքն նրանք չեն ստանում թղթային տարբերակով ծանուցում, ստանում են բացառապես մեյլի միջոցով։ Նախարարությունից հիշեցնում են 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Մեկ տարի է ինչ գործում է նաև բոնուսային մեկ այլ բաղադրիչ, որով վարորդները տուգանքի համար 30%-ով քիչ վճարելու հնարավորություն ունեն։ 30% բոնուսային համակարգը գործում է այն ժամանակ, երբ վարորդը նշված տուգանքը, այսպես ասած, վճարում է 15 օրվա ընթացքում։ Տուգանքը ստանալուց հետո 15 օրվա ընթացքում։ Սա վերաբերում է ինչպես պարեկի արձանագրած իրավախախտումներին, այնպես էլ տեսալուսանկարահանող սարքերով ֆիքսված իրավախախտումներին։ 30% բոնուսային համակարգից մեկ տարվա ընթացքում օգտվել է շուրջ 440,000 վարորդ, կայացվել 1.5 միլիոն իրավախախտման մասին որոշում։ Թեև ներքին գործերի նախարարությունը մշտապես իրազեկում է գործող խրախուսական նորմերի մասին, դեռ կան վարորդներ, որոնք չգիտեն ինչպես օգտվել դրանցից։ Ներկայիս դրությամբ արդեն մեծամասնությունը տեղյակ է նշված կարգավորման մասին, բայց քաղաքացիները սպասում են, որ դա լսեն, որովհետև լինում են դեպքեր, երբ որ դեռ հələ չես հասել, ասես չի հասել այդ մասը, որ դուք քաղաքացուն իրազեկեք, իրանք շտապ հարցնում են, բայն 30%-ը ինչա ոնց է կարգավորվում։ Դրա համար կապ չունի, քաղաքացիները գիտեն թե չգիտեն, դա մեր պարտականությունը, որ պարտադիր պետք է իրազեկեն քաղաքացիներին։ Քաղաքացիները բոնուսային երկու բաղադրիչներից կարող են օգտվել միաժամանակ։ Եթե էլեկտրոնային փոստով տուգանքի մասին ծանուցվելուց հետո այն վճարեն 15 օրվա ընթացքում, ապա 20%-ից բացի կօգտվեն նաև հավելյալ 30% նվազեցումից։ Քրիստինե Թորոսյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։